Հայաստանում գյուղվարկերի ծավալը հասել է աննախադեպ մակարդակի։ Հունվարի դրությամբ հայաստանյան բանկերը տրամադրել են 411 միլիարդ 489 միլիոն դրամի գյուղվարկ։ Սա շուրջ 65 միլիարդով կամ 18.8%-ով ավելի է 2025-ի նույն ամսվա ցուցանիշից, իսկ 2018-ի հունվարից այս կողմ գյուղվարկերի ծավալն ավելացել է շուրջ 184%-ով։ Էկոնոմիկայի նախարարությունում դա պայմանավորում են պետական աջակցության շուրջ 1 տասնյակ ծրագրերով։ Ընդ որում վերլուծությունները ցույց են տալիս, որ մեծ մասամբ ժամկետանց պարտավորությունների խնդիրներ չեն առաջանում։ Կուզենայի նշել մի քանի ծրագրեր, ունենք լիզինգային երկու գործիք գյուղատնտեսության ոլորտում եւ գյուղանսական տեխնիկայի ձեռքբերման, ինչպես նաեւ ագրոպարենային սարքավորումների լիզինգը, որը թույլ է տալիս ագրովերամշակող գործունեության ոլորտում նորագույն սարքավորումներ ձեռքբերեն եւ զինեն արտադրական կարողությունները, ունենք նաեւ վարկային մի շարք ծրագրեր, ինտենսիվ այգեգործություն, ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների, կարգտապաշտպան ցանցերի, բարձրարժեք մշակաբույսերի արտադրության զարգացման, խելացի անասնաշենքերի կառուցման, տոմային անասնաբուծության։ Իռափ Հանոսյանի խոսքով ծրագրերով թիրախավորված ցուցանիշները գերակատարվում են։ Օրինակ, ինտենսիվ այգեգործության ծրագրով վարկը տրամադրվում է 8 տարի ժամկետով, որից առաջին 5 տարին տնտեսվարողը մայր գումար չի վճարում, մինչև այգին մտնի արտադրական փուլ։ Ջերմոցային տնտեսությունների դեպքում եւս արտոնյալ ժամկետներ են գործում։ Ծրագրերի տոկոսադրույքի սուբսիդավորման չափաքանակները տարբեր են։ Տարբեր ծրագրերում այդ չափաքանակը տարբեր է։ Օրինակ, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագրով սուբսիդավորում ենք այնպիսի չափաքանակով, որպեսզի տնտեսավարողներին հասանելի լինի 0-ից 2%-ով։ Այսինքն ծրագրով լիզինգը տրամադրում է 14%-ով, կառավարությունը սուբսիդավորում է 12%-ը, իսկ արտոնյալ խմբերում, որոնց մեջ է մտնում սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողները, ինչպես նաև զինվորական ծառայությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած տնտեսավարողներին, տրամադրում է այնպիսի չափաքանակով սուբսիդիան, որպեսզի 0%-ով հասանելի լինի։ Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին տարիներին արմատական փոփոխությունների է ենթարկվել։ Էքստենսիվի փոխարեն դարձել է ինտենսիվ։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքն է։ Վերջի շրջանում արդյունաբերական մասշտաբների ջերմոցների ընդհանուր մակերեսը աճել է, եթե չեմ սխալվում, 12-ից 15 անգամ։ Դա հսկայական աճ է։ Նույն կերպ կարող ենք խոսել ինտենսիվ այգիների մասին, վերջին տվյալներով տարեկան 1000 հեկտարով մոտավորապես ավելանում են ինտենսիվ այգիների մակերեսները, եւ դրանով է պայմանավորված գյուղատնտեսությունը արդեն այսպես չարքաշ գյուղացու կերպարի մեջ շրջանը անցնում է արդեն որոշակի եկամտաբերություն, շահութաբերություն ապահովող նոր տեխնոլոգիաներով զինված ոլորտի։ Ու այդ պարագայում բնականաբար աճելու են գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը եւ դրան նպաստում է նաեւ կառավարության աջակցության ծրագրերը, որոնք բավականին լավն են։ Բարելավման տեղ միշտ կա, ընդգծում է Գևորգյանը։ Հիշում, նախկինում գյուղվարկերը ոչնչով չէին տարբերվում սպառողական վարկի տրամաբանությունից։ Գնում էիր բանկ, վարկը վերցնում էիր ու կարող էիր դրանով հարսանիք անել կամ ինչպես դասականը կասեր նիվա ես առնում ու խփում ես պատի։ Հիմա արդեն այդպես չի, բավականին խիստ են ու խոսքը մեծ վարկերի մասին է, մեծ ընկերությունների որոշակի փորձ ունեցող ոլորտը որպես շահութաբեր բիզնես ընկալող ընկերությունների շնորհիվ եւ եթե ծրագրերը շարունակվեն եւ ավելի լավարկվեն, Հայաստանի գյուղատնտեսությանը այսպես լուսավոր օրեր են սպասվում։ Նախարարության բոլոր ծրագրերը միտված են գյուղոլորտի արտադրողականության բարձրացմանը, շեշտում է վարչության պետը։ Վերջին 7 տարում 85 հեկտար արդիական տեխնոլոգիաներով ջերմատուն է հիմնվել, 64 հեկտարի հիմնման գործընթացը մեկնարկել է։ Միայն ինտենսիվ այգեգործության առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման բարձրարժեք գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակում ավելի քան 43 միլիարդ դրամի վարկ է տրամադրվել։ Ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագիրը եթե դիտարկենք, ապա կարող եմ ասել, որ միայն 2025 թվականին ավելի քան 33 միլիարդ դրամի վարկ ենք տրամադրել։ Եթե համադրում ենք այս ցուցանիշները, ապա տեսնում ենք, որ ես ընդամենը 2 ծրագրի ցուցանիշ նշեցի, բայց արդեն ինչքան մեծ է այդ պորտֆելը ու ինչքան պորտֆելը մեծ է, այնքան նաև պետությունը աջակցություն է տրամադրում այդտեղ եւ սա խոսում է այն մասին, որ ծրագրերը գնալով առավել նպատակային են դառնում։
Գյուղվարկերի տրամադրումը պետք է դիտարկել նաև մարզերի զարգացման համատեքստում, նկատում է տնտեսական մեկնաբանը։ Գյուղատնտեսությունն ամենագիտատար ոլորտներից է, եւ որքան այն մեծ ծավալներով է, այնքան շահութաբեր է։ Հայկ Գևորգյանի կանխատեսմամբ ոլորտի վարկերի ծավալները կշարունակեն ավելանալ։ Ինչի որովհետև առաջինները, ովքեր մտան այս ոլորտ գյուղատնտեսությունը որպես շահութաբեր բիզնես դիտարկելով, նրանց փորձը արդեն մյուսների համար ակնհայտ է։ Գյուղատնտեսությունը իրոք եկամտաբեր է, իրոք շահութաբեր է, իհարկե շահութաբերությունը այնպես չի, ինչպիսին այլ շատ ոլորտներում, բայց դա կայուն է, դա օրինակ ֆինանսական համաշխարհային ճգնաժամերի ժամանակ, եթե առևտուր, սպասարկումներ, շինարարություն, կտրուկ անկումներ են արձանագրում, ապա գյուղատնտեսությունում այդպիսի կտրուկ անկումներ չկան։ Շատ փոքր ինչ-որ sense նվազում է, հետո շատ արագ վերականգնվում է, որովհետև 8 միլիարդ բնակչություն կա աշխարհում եւ այդ 8 միլիարդը պիտի ամեն օր ինչ-որ բան ուտեն։ Հայաստանի արտահանման մեջ 1.7 միլիարդ դոլարի Հայաստանը արտահանում է կենթանական ծագման արտադրանք, բուսական ծագման արտադրանք եւ պատրաստի սննդի արտադրանք։ Դա կարծում եմ բավական զգալի արդյունք է։ Իդեպ, կառավարության ապրիլի 9-ին նիստում հաստատվեց էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը։ Ըստ այդմ 1-ից 2 միլիոն դրամ գյուղվարկերի տոկոսներն ամբողջությամբ կսուբսիդավորվեն։ Գյուղոլորտում գործունեություն ծավալողները կկարողանան մինչև 14%-ով 3 տարի ժամկետով վարկ վերցնել։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյուրքչյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։